Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում կառավարության հետ հարցու պատասխանին հայտարարել է, որ հրավերի դեպքում կմեկնի Բաքու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Ես ասել եմ 2029-ին, եթե իհարկե հրավեր լինի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, ես գնալու եմ, նշել է Փաշինյանը։ Այսօր ժամը 9:30-ի սահմաններում Փամբակ գետում ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է հունիսի 15-ից որոնվող 2018-ի ծնված Նարէ Մարտիրոսյանի մարմինը, ՆԳՆ-ից են տեղեկացրել։ Հունիսի 15-ին Լոռու մարզային օպերատիվ կենտրոն ահազանգ էր ստացվել երեխայի խեղդվելու վերաբերյալ, այնուհետև ստացվել էր ահազանգ, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։ 13 տարեկան աղջկա որոնողական աշխատանքները շարունակվում են։ Աշտարակ Սասունիք ճանապարհին կողաշրջվել է դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը, վթարի հետևանքով բուժօգնությանը դիմել 30 երեխա և 6 մեծահասակ։ Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտությունները և դուրս են գրվել։ Կազմակերպվել է 3 երեխայի տեղափոխումը Երևան լրացուցիչ հետազոտման։ Բժիշկների գնահատմամբ կյանքին սպառնացող վտանգ առկա չէ։ Արարատ Նյուզի տեղեկություններով ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով հարցաքննվել է ուժեղ Հայաստանի համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանը։